Տիկին Անդրեասյան ֆիզիկական կուլտուրայի համալսարանի ուսանողներն էին բողոքի ձայն էին բարձրացել, ինչպես նաև ձեզ հետ հանդիպում էին պահանջում, բայց իրենց հետ հանդիպեց Կարեն Կիբրյանը։ Դուք կարծեք տեղյակ եք խնդրից, որ ռեկտորը դասախոսներին է ազատում, ինչպես նաև դատարան է դիմել եւ դատի է տվել ուսխորհրդի նախագահին։ Իհարկե ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում կատարվող իրավիճակը շատ մտահոգիչ է մեզ համար եւ պարոն Գիլոյանը հանդիսանում է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը եւ առավելապես այդ կարգավիճակում է ընդունել ուսանողներին իմ տեղեկություններով նաև առաջիկայում հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվելու, որի ընթացքում հենց քննարկվելու է նաև ստեղծված իրավիճակը։ Այսինքն այն թե ինչի համար են դասախոսները ազատվում, դուք դրանից տեղյակ չեք։ Ես կարծում եմ, որ այդտեղ կան բազմաթիվ հարցեր եւ առաջին հերթին պետք է ստանալ ամբողջական տեղեկատվություն եւ բարձրաբանումներ, թե ինչ է տեղի ունենում։ Կարծում եմ, որ դա ամբողջությամբ հոգաբարձուների խորհրդի իրավասության շրջանակներում է առաջիկայում նիստ կլինի եւ այդ բոլոր հարցերը մանրամասն կքննարկվեն։ Տիկին նախարար, ինչ կնշեք Բրյուսովի համալսարանի ռեկտորի մասին, ով հայտնել է պրոռեկտոր Ցոլակ Հակոբյանին, որ կամ աշխատանքից ազատվելու դիմում է գրում, կամ պարզապես քրեական գործ է իր վրա կարում։ Որևէ մեկնաբանություն չեմ տալիս, որովհետեւ բազմիցս ասել եմ անհեթեթություններ չեմ մեկնաբանում։